Հայաստանում ապրող քրդերը ազգային սովորույթներն, ինքնությունն ու լեզուն պահպանելու բոլոր հնարավորություններն ունեն։ Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի նվիրյալների ճեմուղում 2019 թվականից իր պատվավոր տեղն ունի Հանրային ռադիոյի քրդական հաղորդումների երկարամյա խմբագիր ու ղեկավար Քարիմ Չոլոյանը։ Նա տասնյակ տարիներ հնչեցնում էր քուրդ ժողովրդի ձայնը։ Քարիմ Չոլոյանի գործն արդեն 35 տարի շարունակում է նրա որդին՝ Տիտալ Չոլոյանը։ Բարև ձեզ, ոչինչ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Չոլոյան, խորհրդանշական վայրում հանդիպեցինք ձեր հայրիկի Քարիմ Չոլոյանի պատվոքարի մոտ։ Նրա մասին գրում եմ, որ նա քուրդ ժողովրդի ձայնն է խորհրդանշել։ Կբացատրեք ինչու են այդպես ասում։ Ինչու են այդպես ասել, որովհետև երկար տարիներ, 56 տարի նա կարծես թե եղել է կամուրջը մեր ռադիոն ընդհանուր, բայց ինքն էլ մատուցել է, մատուցման ձևել է լինում, եթե լավ ես մատուցում, դու արդեն դառնում ես այդ կամուրջը, էլի, Հայաստանի եւ քուրդ ժողովրդի միջև։ Հա, այդ պատճառով ասել եմ, որ ձայնն է խորհրդանշել։ Արդեն նշեցիք 56 տարի աշխատել է ռադիոյում, ինչ նշանակություն ուներ այդ աշխատանքը իր համար։ Իր համար երևի ես այդպեսի մարդ չեմ տեսել, որ այդքան շատ սիրի իր գործը։ Որովհետև կան մարդիկ, որ ձանձրանում են իրենց գործից, բայց 56 տարի աշխատել նույն վայրում, դա չգիտեմ։ Համամիտ է։ Պարոն Չոլոյան, ես գիտեմ, որ աշխարհի տարբեր ծայրերից քրդերը, որ գալիս են Հայաստան, ուզում են անպայման լինել այն աշխատասենյակում, որտեղ ձեր հայրիկն է աշխատել։ Արդյոք պահպանվել է աշխատասենյակը։ Այո, եթե գալիս են միշտ զանգահարում են, ասում են եկել ենք, մի հատ եկեք, ձեզ տեսնենք, մտնենք ռադիո։ Ո՞րն էր ձեր հայրիկի պատգամը քուրդ ժողովրդին։ Հայրս միշտ իր պատգամը միասնության կոչ էր անում։ Եթե միասին լինեին, հիմա երևի կլիներ պետություն։ Իսկ մեծ գերտերությունները քրդական հարցը միշտ օգտագործում են իրենց շահերի համար։ Հիմա մեզ մոտ ձայնագրություն է լինելու, մեր բաժնի հաղորդումների ձայնագրությունը, եթե կուզեք, դուք էլ եկեք ներս։ Մեծ սիրով։ Գնացինք։ Տիտալ Չոլոյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո սովորել եւ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի անգլերենի ֆակուլտետը։ Ուսմանը զուգահեռ 1989 թվականից սկսել է աշխատել ռադիոյում քրդերեն հաղորդումների բաժնում որպես հաղորդավար։ Խորհրդային միության փլուզումից հետո հոր Քարիմ Չոլոյանի հորդորով մնաց եւ շարունակեց աշխատանքը ռադիոյում։ 2010 թվականից քրդական Ռիաթ Հազա թերթի խմբագիրն է։ Քրդերեն հաղորդումները առանձնահատուկ տեղն են գրավել հենց քրդական, կարելի ասել քուրդ ժողովրդի պատմության մեջ։ Ես այդպես կասեի, որովհետև 1955 թվականից, որ սկսեցին հերարձակել դեպի արտասահման, մանավանդ Թուրքիայում, որ արգելված էր քրդերեն լեզուն, այնտեղ մեծ նշանակություն ուներ։ Շատերը օրինակ չգիտեին, որ իրենք ազգությամբ քուրդ են նույնիսկ, լսելով մեր հաղորդումները, որ հերարձակվում էին դեպի արտասահման, այն ժամանակ դրանք շատերը հասկացան, որ իրենք քուրդ են։ Չեն էլ իմացել, որտեղ Թուրքիայում համ լեզուն էր արգելված, համ էլ չկար, չէր նշվում ինչ ազգությանն են պատկանում այդ մարդիկ։ Ու մեր հաղորդումները այնպես էին լսում, արգելված էին հաղորդումները, լսում էին թաքուն շատ անգամ, եղել են հյուրերը եկել մեզ մոտ, պատմել են, թե ինչպես հավաքվում էին գյուղում, ինչ-որ գյուղում, մեկ ռադիո եղել, ինչ-որ մեկի տանը, այդ բոլոր գյուղը, ամբողջ գյուղը հավաքվել ու թաքուն լսել են։ Ուզում ասեմ, մեր հաղորդումները մեծ նշանակություն ունեն եւ արտասահմանում բոլոր Իրաքում, Իրանում, Սիրիայում, Թուրքիայում
եւ այդտեղից գնացած բոլոր քրդերը աշխարհում բոլորն է ճանաչում են։ Եթե գնում ենք արտասահման ինչ-որ միտեղ, թեկուզ Եվրոպայում, թեկուզ Ամերիկայում չէ, որ ասում են որտեղից եք, եթե քուրդ են իրենք, հենց ասում ես Հայաստանից, ասում են Երևանի ռադիոից եք։ Լսում ենք։ Պարոն Չոլոյան, ձեր հայրիկի լուսանկարն է այստեղ փակցված, այ հետաքրքիր է, եթե նա չլիներ ուրիշ մասնագիտություն կընտրեիք։ Չէ, երևի չէ, որովհետև մտքովս էլ չի անցել, ես ռադիոյում պետք է աշխատեմ, որովհետև իմ մասնագիտությունը ուրիշ է, ես օտար լեզուների անգլերենն է իմ մասնագիտությունը, ես մտադիր էի անգլերենի հետ կապված ինչ-որ ուրիշ գործ անեի, բայց դե 90-ականներին, որ ասեցի մի քիչ առաջ, որ սովետական միությունը փլուզվում էր արդեն, ծանր շատ դժվար տարիներ էին, մութ, ցուրտ այդ տարիներն էին, իսկ իր ազդեցությունը եթե չլիներ, իրոք ես չէի աշխատի ռադիոյում, որովհետև կգնայի եւ իմ մասնագիտությամբ կաշխատեի։ Պարոն Չոլոյան, դուք նաև քրդալեզու թերթի գլխավոր խմբագիրն եք։ Ինչ հոդվածներ եք տպագրում, ինչ թեմաների եք անդրադառնում։ Սա մշակութային թերթ է, բայց լինում են այնպիսի բաներ, կարևոր իրադարձություններ քրդերի կյանքում, թե մեզ մոտ, թե դրսում, դա էլ ենք տպագրում։ Քաղաքական կամ որևէ։ Այո, բայց լուրերի տեսքով, ոչ թե ինչ-որ մեկնաբանություններ չենք տալիս, որ ով է ճիշտ, ով է սխալ, բայց թե լինում են քաղաքական, բայց հիմնականում մշակութային թերթ է սա։ Որ թվականից թերթը կա։ Այս թերթը տպագրվում է 1930 թվականից, բայց 37-38 թվականներին Ստալինյան ռեժիմի այդ օրոք կանգնեցվեց, նույնը ռադիոն է եղել։ Մինչև 1955 թիվը։ 55 թվից նորից սկսել է տպագրվել մինչև հիմա։ Հիմա թերթը արդեն 96 տարեկան է, մարտի 25-ին 96 տարին է լրանալու։ Քրդական համայնքում ինչ խնդիրներ կան, որոնց մասին ցանկանում եք բարձրաձայնել։ Խնդիրներ նկատի ունեմ նաև օրինակ ավանդույթների պահպանման խնդիրներ գուցե կան նման բան։ Չէ, մեզ այդպիսի ազատություն է տրվել, իրավունք էլ ունենք, որ մեր ժողովուրդը ունենա նույնիսկ իր սրբատեղիները կարող է կառուցել եւ կրոնի ազատություն է մնացածն էլ ինչ որ կա մշակույթի ազատություն է մենք կարողանում ենք այստեղ Հայաստանում մեր մշակույթը պահպանել հենց դա թերթը հենց դա արտացոլում է ամեն ինչը Քրդալեզու թերթի տպագրությունը ով է հիմնադրել Հայաստանում հենց խորհրդային իշխանության օրոք է հիմնադրվել որպես ազգային փոքրամասնություն, բայց այս թերթը եղել է եւ պարլամենտի եւ կառավարության օրգանն է եղել։ Ու առաջին խմբագիրը եղել է Հրաչյա Քոչարը։ Իսկապես։ Այո։ Հրաչյա Քոչարը քուրդ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Երևի իր տեքստերը հիմնականում շատ է վերաբերում քրդերին։ Օրինակ հենց ֆիլմը, Կարոտ ֆիլմը դիտել եք։ Այո։ Հենց այնտեղ էլ տերում է, որ ինքը ապրել է ու քրդերեն լավ էլ գիտեր ինքը։ Ճիշտ է, երկար տարիներ չի աշխատել, բայց թե աշխատել առաջին խմբագիրներից է եղել, հետո կամաց-կամաց արդեն մյուս խմբագիրներն են եղել։ Ես տեսնում եմ, որ ամբողջ արխիվը հանել եք, ինչու։ Այո։ Գիտեք, տեսնում եք, այսպեսի սա օրինակ որ թվականին է 65, հա։ Կարծես թե 1965։ 65։ Սա ամբողջ 65 թվականի տպագրված թերթերն են սրանք։ Հիմա մենք ուզում ենք այդպիսի գրքեր կազմել, որոնք որ մինչև 2000 թիվը ունենք, այսպես պատրաստած, բայց 2000 թվից հետո որ չեն եղել, հիմա ես ցանկանում եմ սրանք ուզում եմ բոլորը հավաքել, թվայնացնել ու համ ինտերնետի համար, որ կայքում էլ լինի, համ էլ այսպեսի գիրք։ Մնայուն արխիվ նաև որպեսզի լինի։
Պարոն Չոլոյան, մարտի 21-ին Գարնան Զարթոնքի հետ ամբողջ աշխարհի քրդերը նշում են Նովրուզը, այսինքն նոր տարին։ Այո։ Ինչ է այն նշանակում եւ ինչու է հենց նշվում մարտի 21-ին։ Դե մարտի 21-ին հենց Գարնան ձմեռվա եւ Գարնան ձմեռվա վերջն ու Գարնան սկիզբն է արդեն այդ անցումը որպես նոր կյանքի, նոր օր, Նովրուզ հենց նշանակում է նոր օր։ Դա նկատի ունի նոր տարին, որ բնությունը զարթնում է, զարթոնք է ոնց որ դուք նշեցիք, այդպես է, կյանքը նոր է սկսում, ծառերը նոր սկսում են ծաղկելը, ամեն ինչը, կյանքը նորից սկսում է։ Մի քիչ դե ես էլի նշեցի, որ հայկականն էլ է եղել նախկինում հայկական նոր տարին եղել է մարտի 21-ին, հետո օգոստոսի 11-ին, հետո հունվարի 1-ին։ Քրդերինն էլ է հիմա։ Ինչպես է նշում քուրդ ժողովուրդը Նովրուզը։ Քուրդ ժողովուրդը օրինակ մեզ մոտ Հայաստանում կազմակերպում են համերգ ու ժողովուրդ է հավաքվում, չգիտեմ ինչքան նայած տարի։ Իսկ ընդհանրապես որպես սիմվոլիկ բան թխվում է գաթա, այդ գաթան հաջորդ օրը ընտանիքի sense անունները գրում են ամեն ընտանիքի անդամների ու ինչ-որ բանում դնում են վրան, որ կիսում են ում որ ընկավ այդ մեջի ուլունքը կամ կոպեկը կամ ուլունքը այդ տարի դա լինում է այդ տարվա հաջողակ մարդը։ Մասնակցում եք համայնքում կազմակերպվող միջոցառումներին։ Այո, հիմա այս տարի լինելու է ու հենց հիմա կարող ենք մենք իրար հետ գնալ այնտեղ, եթե ցանկանում եք, խնդրեմ։ Սիրով։ Որտեղ որ քրդերն ապրում են այսօրը խարույկներ է վառում եւ ամբողջ խարույկների շուրջը ամբողջ օրը ուրախանում, երգում, պարում, ուրախանում են։ Ես շնորհավորում եմ ձեզ բոլորին, ցանկանում եմ ձեզ առողջություն եւ աջակցություն։ Այսօր մեզ համար սա կոչվում է ազգային տոն, Նավրոզ։ Նավրոզ բառացի նշանակում է նոր օր, նոր տարի։ Եվ մեր նոր տարին սկսվում է մարտի 20-ից 21-ից եւ այսօր այդ օրն է մենք հավաքվել ենք նշելու մեր ազգային տոնը եւ այսօր ժողովուրդը Հայաստանի մեր քուրդ բնակչությունը մեծամասնությունը հավաքվել են եւ նշում են իրենց ազգային տոնը։ Այս տոնը ամբողջ աշխարհում մեկ որտեղ որ քրդեր կան շուրջ 50 միլիոնանոց քուրդ ժողովուրդը իրենց գյուղերում, բնակավայրերում, որտեղ որ ապրում են, այսօրը խարույկ են վառում եւ ամբողջ օրը այդ խարույկի շուրջը երգում են, պարում են, ուրախանում են եւ իրենց օրն այդպես անցկացում է։ Սա գալիս է դեռևս հեթանոսական շրջանից, մեր դարից առաջ էլ քուրդ ժողովուրդը այս տոնը տոնել է։ Կրակի շուրջը դա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը արև է սիրել, կրակ է սիրել եւ այդ կրակի բոցերի տակ իրենց համար ուրախ տոն են անցկացրել։ Հետագայում, երբ որ քուրդ ժողովրդի մեջ Թուրքիայում սկսվեց քրդական ազգային ազատագրական շարժումը մեր առաջնորդ Օջալանի գլխավորությամբ, այս տոնը վերաիմաստավորվեց, վերաձևավորվեց եւ դարձավ քուրդ ժողովրդի ազգային ազատագրական շարժման խորհրդանիշ։ Եվ դա է բնականը, որ այսօր նաեւ քուրդ ժողովուրդը, որ մինչև այսօր չունի իրեն ազատությունը, պետությունը եւ անկախությունը, այս տոնով նշում է նաեւ իրեն ազատության տենչն է արտահայտում։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ անցած եւ ներկա իշխանություններին, որ մեր ժողովրդի համար արել են ամեն ինչ, մեր լեզուն, մեր գրականությունը, մեր մշակույթը պահպանելու համար։ Խորապես շնորհակալ եմ իմ հայ ժողովրդից։
ամեն տարի մենք մի ցանկություն ունենք, որ պատերազմ չունենանք եւ որ ամենակարևորը պահպանենք մեր մշակույթը, ազգը, ավանդույթները։ Մենք գիտենք քուրդ ժողովուրդը բազմակրոն է ու հավատացեք տվյալ օրը ցանկացած քուրդ ժողովրդի ով ինչ կրոնա դավանում դա կարևոր չի, կարևորը համախմբվան, միասնականության կոչերով հանդես ենք գալիս։ 3 շաբաթ մենք ընտարաժում ենք այդ Նավրոզին։ 3 շաբաթ ինչ են անում։ Լավ կերակուրեն եփում, այդ մահացածների հոգեհացն են անում, մեկի տուն տանում եւ այլ։ Ու գալիս է վերջի օրը, այսպես տոնակատարություն, երգ, պար, խնդություն, դա է Նավրոզը։ Դա մի սուրբ օր է մեզ համար, ոչ կրոնական, աշխարհակալ է, աշխարհակալ։ Եկեք մարդիկ, թողեք մռայլ օրերը, ձեր ուսերից վայրեցեք զմռան ծանրությունը, բացեք դռները Քրիստի առաջ, թողարել ընկնի ձեր շուրթերը այնպես, մի բանաստեղծությունով հանդես եկա, թոլաժն եմ, այսինքն ես կնոջ վրեժն եմ, այսինքն եթե աշխարհը ինձ չընդունի, ես պատրաստ եմ ամբողջ աշխարհը տակնու վրա անել, քանի որ ես էլ հավասար տղամարդկանց եւ իրավասու ենք մենք կանայքս եւ նաեւ քուրդ ժողովուրդը աշխարհի բոլոր ազգերին հավասար մարդ է եւ պետք է աշխարհը ընդունի քուրդ ժողովրդին։ Նավրոզը ինքնին պայքարի տոն է, ոչ միայն գարնան զարթոնքն ենք նշում, պայքարի մեր ձայնը բարձրացնելու, մեր ինքնությունը ցույց տալու տոն է։ Եվ կանայք էլ շատ արդեն մեծ դեր ունեն քուրդ ազգի մեջ, առաջվա կանայք չեն, ընձեռնվել է եւ մեծ հնարավորություն է տրվել կանանց, որ իրենց ինքնությունը պաշտպանեն, իրավունքները պաշտպանեն եւ հանդես գան բարձր բաց ճակատով ամեն ոլորտում իրենց կայունությունը, ինքնությունը ցույց տան։ Պարոն Չոլոյան, խնդրում եմ ներկայացրեք ձեր ընտանիքի անդամներին։ Մեր ընտանիքի անդամները։ Կինս ունեմ 3 զավակ։ Ավակ զավակս աղջիկս է, դուստրս։ Իրանից հետո Սայադն է, որը հիմա այստեղ չի, նա Ռուսաստանի Դաշնությունում է գտնում, այնտեղ է աշխատում։ Եվ փոքր տղաս, ինքը տարբերությունը իրանց մեջ շատ մեծ է, էլի։ Նոնայի մեկ էլ փոքր տղայիս միջև իրանց տարբերությունը մոտավորապես 16 տարի։ Վաու։ Այո։ Սայադի հետ միասին 14 տարի, բայց Նոնայի հետ 16 տարի։ Մեր փեսան է Ռոմանը։ Ում շատ լավ գիտենք բոլորս։ Սա մեր ընտանիքը հիմիկվա դրությամբ, մենք ենք էլի։ Շատ ուրախ եմ ծանոթության համար, շնորհակալություն հյուրընկալության համար։ Այ հետաքրքիր է, կա մի ավանդույթ, որը հատուկ է հենց ձեր ընտանիքին։ Ասենք շաբաթվա մեկ օրը, շաբաթ օրը հավաքվում ենք, ճաշկերուտ ենք անցկացվում։ Ամեն շաբաթ եք հավաքվում։ Դե լինում ստացվում է։ Լինում է որ չէ, բայց մեծ մասամբ ստացվում է։ Դուք մասնագիտություն ունեք։ Ճիշտ ասած այդ ժամանակ այդքան կրթությանը տեղ չէին, ոչ թե տեղ չէին, տան վաղ էին ամուսնացնում։ Իսկ հիմա արդեն չէ։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում դուք եք զբաղվել, թե պարոն Չոլոյանը օգնել։ Չէ, երևի հիմնականում, չէ, երկուսով, բայց մեծ մասամբ ես, որովհետև շատ դրսերում ա եղել, ինքը դրսում ա աշխատել, գործի բերումով,
բնականաբար ես եմ շատ հետներս զբաղվել։ Տեսեք, դուք կրթություն չեք ստացել, չեք հասցրել, 3 զավակ եք ունեցել, երբ հերթը հասավ արդեն զավակներին։ Նրանց կրթության հարցում ինչ դիրքորոշում ունեիք։ Ես ուզեցել եմ, որ անպայման երեխեքս սովորեն, որպեսզի կրթվեն։ Դուք էլ։ Այո։ Մենք Մեր համար առաջնահերթ է եղել։ Մանավանդ մեր մոտ ավանդույթ է դա, եթե ասեմ, եթե մեր հենց պապս օրինակ որ գաղթել են Ղարսից, ինքն էլ հենց կրթությանը շատ մեծ տեղ էր տալի, այնտեղ սովորել էր գիմնազիայում։ Ղարսում, բայց դա այդ ժամանակ ցարական Ռուսաստանի տրամադրության տակ է եղել, ինքը ռուսերեն կրթություն ուներ, էլի։ Ու ինքը իր երեխաներին էլ աշխատել է, որ բոլորն էլ կրթվեն եւ սովորեն, ի խոսքով։ Այդպես էլ կա հայրս, հորեղբայրս էլ այստեղ համալսարանում էր, պետական համալսարանը ավարտեց, իրեն հրավիրում էին, որ աշխատի չմնաց, ինքը գնաց ծնողներին մոտ, Երևանում չէին ապրում։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, բոլորն էլ ընտանիքը դեպի սովորելը հակում է ունեցել։ Երևի գեներով է եկել, չգիտեմ, բայց այդպես է, էլի։ Համամիտեմ մանավանդ ձեր զավակներն էլ երկուսը բժիշկ էին, երրորդ IT ոլորտում է, IT ոլորտն է ընտրել եւ սովորում է հիմա։ Նոնա դուք կրթություն ստացել եք, բժշկուհի եք այժմ, ձեր ընտրությամբ է եղել։ Հա, իհարկե։ Ինչպես հայրս նշեց, մենք շատ կարևորում ենք կրթությունը մեր ընտանիքում եւ մեր ազգակիցներն էլ մեծամասամբ բոլորը կրթված են։ Մայրը շատ շուտ ամուսնացել, բայց իր երազանքներ ու այդպես դրված էր, որ բոլորս պետքա կրթվենք ու ունենանք պարտադիր մասնագիտություն։ Ես բժշկուհի եմ, դասախոսում եմ բժշկական ինստիտուտում, հա, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ճառագայթային ախտորոշման ամբիոնում։ Ինձ ճիշտ ասեք, ամեն դեպքում հիմա կան այդ ավանդույթները վաղ ամուսնությունների կամ խոչընդոտելը կրթություն ստանալուն, մասնավորապես կանանց եւ աղջիկների։ Գիտեք, այդ մի քիչ սուբյեկտիվ է, հա, որովհետեւ ընտանիքներում ոնց դրված է, եթե կրթությանը կողմ են, ուզում են սովորել, զարգանալ, ու դա չի խանգարում ոչ մշակույթի պահպանմանը, ոչ ինչ որ ազգային արժեքներ այդտեղ չեն խեղաթյուրվում, հա։ Շատ մենք բոլորս էլ կողմ ենք, իսկ թվում է մեր ազգում էլ բոլորը սիրում են, որ երեխաները կրթվեն, զարգանան ու առաջ գնան։ Իսկ որտեղ որ այդքան ընդունված չի, դա հիմնականում երևի գյուղերում է, որ հնարավորություն չեն ունենում երեխաները, կարող է ավելի շուտ ամուսնանան եւ կամ էլ ուղղակի չկրթվեն հնարավորությունների պատճառով, չունենալու, այսինքն։ Մի ավանդույթի մասին եւս գիտեմ, որ օրինակ հարսերը չեն կարող սեղան նստել սկեսրոջ հետ, կա նման բան մինչ օրս։ Ինձ թվում է այդքան էլ չի պահպանվում այդ ավանդույթը, որովհետև նամանավանդ երբ որ ընտանիքներ կան, որտեղ մեծահասակները արդեն մահացել են կամ մի քիչ ուրիշ հայացքներ ունեն, արդեն ժամանակակից են, հա, չեն պահպանում այդ ավանդույթները, բայց մայրս պահել է եւ մեր ազգում շատ հարսներ միջև հիմա էլ պահում են այդ ավանդույթները։ Ես ինքս ինձ բախ չի վիճակվել ունենալ սկեսուր սկեսրայր, որտեղ շատ վաղ է կորցրել ամուսինս իր ծնողներին։ Դրա համար ես այսպես ասած չեմ պահել, որովհետև ինձ այդ բախտը չի վիճակվել։ Ռոման, ինչ հարաբերություններ ունեք պարոն Չոլոյանի հետ, առհասարակ այս ընտանիքի հետ։ Ասեմ, դե կապը այն է, որ այս տան փեսան եմ եւ որպես մարդ նկարագրեմ, որպես փեսա աներ նկարագրեմ ինքը որպես մարդ, շատ լավ մարդ է եւ ինքը եւ կինը Զոնքաջս շատ բարի, կամեցող, շատ մեծ սիրտ ունեցող մարդիկ են եւ ես իմ աներոջ հետ ոչ թե աներփեսա հարաբերություն է միայն, այլ մեր մեջ կա եւ ընկերություն, շատ ջերմ շփում, եղել է դեպքեր, որ շատ անգամներ կարիքը զգացել եմ եւ ինքը նույն վարքյանում, որ ժամային
Առումը կապ չունի, ուզում եմ գիշերվա որ ժամին լինի կամ լուսաբացին լինի, երբ որ կարիքը զգացել եմ, ինքը իմ կողքա եղել է միշտ, որպես ընկեր, ոչ թե որպես աներ, եւ ուրախ եմ, որ ես էլ ես տան փեսանը, որովհետեւ իրանց հետ ես ավելի շատ ուրիշ բարեկամական հարաբերություններ ստեղծվել մեր մեջ։ Այ մի հարց, հետաքրքիր է, պարոն Չոլոյանի հաղորդումները լսում եք, ռադիո հաղորդումները, կամ երբևէ լսել եք։ Ոչ միայն լսում եմ, շատ անգամ եմ լսում, որ մեկ-մեկ էլ ինքը ասում է հերիքա լսես մեկ-մեկ։ Մեքենայի մեջ։ Հա, իհարկե, ոնց հետևում եմ միշտ հաղորդումներին, իր ռեպորտաժներին միշտ հետևում եմ, իհարկե։ Պատկերացրեք, այնքան լավ մարդիկ եմ, որ ես որպես փեսա այսօր ներկա եմ այս հաղորդմանը, որ ես էլ ինչ-որ մասնակցեմ, ասեմ ինչը զգում եմ եւ ինչը որ կա իրականում։ Պարոն Չոլոյան, ինչ կցանկանաք ասել ձեր հայրենակիցներին մեր եթերից։ Բոլորին միասնություն եմ ցանկանում։ Այդ միասնության շնորհիվ կարող են հասնել շատ բաների։ Եվ այստեղ Հայաստանում էլ եմ միասնություն ցանկանում ոչ միայն քրդական համայնքին, այլ բոլորին, որովհետև մենք գտնվում ենք դեմոկրատական երկրում եւ ուզում եմ, որ այդ միասնությունը մեզ առաջ մղի, տանի, հասնենք նոր բարձունքների։ Հայաստանում քրդաբնակ համայնքների դպրոցներում քրդերենը ներառված է դպրոցական ծրագրում։ Քրդերը Հայաստանում ունեն բոլոր հնարավորությունները կրթություն ստանալու, որպես անհատ կայանալու եւ ինքնադրսևորվելու համար։ Ինչպես մեր հաղորդաշարի այսօրվա մասնակիցը, քուրդ մտավորական Տիտալ Չոլոյանը։